Երեխայի չենթարկվելը, ինքնագլուխ գործողությունները նշան են, որ նա պետք է պատժվի, որպեսզի հասկանա թույլատրելի սահմանները։ Կարծես թե բոլորը ասում են ոչ։ Երբեմն ծնողները շփոթում են պատիժը սահմաններ նշանակելուց, երբեմն հարցնում են ինչպես սովորեցնեմ երեխայիս ինչ որ վարք անընդունելի է, եթե իրեն չպատժեմ։ Պատիժը դա է, երբ երեխային զրկում ենք ինչ որ բանից, փակում ենք սենյակում, արգելում ենք իր նախասիրած ինչ որ գործողությունից կամ իրից, երբեմն ցավոք սրտի պիտակավորումներն են, այս գործողությունները ոչ մի դեպքում դրական ելքերի չեն տանում, հակառակը խզում են ծնող-երեխա կապը, տանում են շատ ակնթարթային լուծումների, բայց չեն տալիս այն խորքային լուծումները, ինչին երեխան իսկապես կարիք ունի։ Միևնույն ժամանակ, երբ ինչ-որ սահման ենք ասում, այսինքն ասել երեխային, որ ոչ, այս ինչ բանը չես կարող անել, ու մենք մնում ենք մեր ոչի վրա, այսինքն կարողանում ենք մեր ասածը պահպանել, այդ դեպքում իսկապես դա շատ օգտակար է լինում, որովհետև երբ ասում ենք չպատժենք երեխային, դա չի նշանակում, որ ամեն ինչ թույլ ենք տալիս, հակառակը մնում ենք մեր ծնողի դերում, ասում ենք ոչ որոշ հարցերում, միևնույն ժամանակ կարողանում ենք մեր այդ կապը, հուզական կապը երեխայի հետ պահպանել։